Մասնավորապես նախկին իշխանությունների օրոք եղած քաղաքականների անունները։ Գիտեք, կարող եք թվալ։ Գիտեք, ես միշտ իմ ելույթների ժամանակ ասել եմ, որ անկախության տարիներից ի վեր այն ձևակերպումը, որ կա խաղաղ բանտարկյալ ձևակերպումը, որ կա, իհարկե այդ ձևակերպմանը բնորոշ քաղաքական առումով բանտարկյալներ եղել են եւ դա ես երբեք չեմ էլ հերքել, դա իմ գնահատականն է եւ այս առումով գիտեք ինչ կա, ես անգամ քեզ քաղբանտարկյալներ, որ հիմա 60-ից ավել քաղբանտարկյալներ կան, մեկին նշելը, մեկին չնշելը, ես չեմ կարծում, որ դա ճիշտ եւ նպատակահարմար է եւ մենք ինձ թվում է մենք պետք է ամեն ինչից հետեւություններ անենք։ Ցանկացած իշխանություն վաղը մյուս օր դառնալու է անդիմություն եւ ցանկացած անդիմություն վաղը մյուս օր դառնալու է իշխանություն։ Ցանկացած իշխանություն, որ մտածի ինքը վաղը մյուս օր դառնալու է անդիմություն եւ ինքը իր իշխանության ժամանակ գործի օրենքի շրջանակներում եւ նման խնդիրների առջեւ չբախվեն մեր այն հայրենակիցները, որոնք որ քաղաքական օպոնենտներ են, մենք ունենանք ավելի լավ հասարակություն։ Ոչ մեկ, կրկնում եմ, բոլոր ժամանակներում իր խոսքի, իր քաղաքական հայացքների համար Հայաստանի Հանրապետությունում չպետք է բանտարկվի։ Ես մի օրինակ էլ բերեմ ձեզ, որ հասկանաք, որ իմ գնահատականներն ու իմ մոտեցումները օբյեկտիվ են եւ այս առումով ես ուզում եմ ձեզ տեղեկացնել։ Ես գրեթե ամեն շաբաթ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ։ Այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ եւ հանդիպում եմ այնպիսի մարդկանց, որոնք ժամանակին ամենակոշտ քննադատն են եղել եւ այդ մարդկանց միգուցե հայացքներն ու իրենց արած արարքները ես չեմ կիսում, բայց համենայն դեպս այդ մարդկանց նկատմամբ պիտի ունենանք ապրումակցում, իրենց իրավունքները եթե խախտվում են ու խախտվում են իրենց իրավունքները, այդ մարդկանց իրավունքները պիտի պաշտպանվեն։ Ես 3-4 առաջի օրը այցելել եմ Սասնա ծռեր խմբավորման ուրեմն անդամներից մեկին իր խնդիրներով ինձնից ավելի շատ միգուցե երևի քաղաքական դաշտում զբաղվող շատ քիչ մարդիկ կան, նույնը մնացածի հետ կապված, ես կարծում եմ, որ այդ մարդկանց իրավունքները պիտի պատշաճ քննության ենթարկվեն, այդ մարդիկ պիտի բացառապես պատասխանատվություն կրեն իրենց արածների համար եւ ոչ թե իրենց քաղաքական հայացքների համար։ Բոլոր քաղբանտարկյալները հենց ես դրա համար, բոլոր են մարդիկ, որոնց որ ընտրովի մոտեցումա ցույց տվել իշխանությունը բոլոր ժամանակների, ես ավելի քան պարզ եմ ասում, դրանից ավելի պարզ հնարավոր չի ասել։ Այդ մարդիկ պետքա օր առաջ հայտնվեն ազատության մեջ եւ չպատժվեն նրա համար, որ իրենք ունեն այս կամ այն քաղաքական հայացքները։ Հենց հիմա Հայաստանի Հանրապետության բանտերում սրբազան եպիսկոպոսներ են, սրբազան հայրեր են, արքեպիսկոպոսներ են, որոնք որ մեր իմ ձեր բոլորի ամոթն ու խարանն է, որ այդ մարդիկ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Հայրաքելական Սուրբ եկեղեցու սրբազանը իր խոսքի համար հիմա ԱԱԾ մեկուսարանում է։ Մյուս սրբազանի ձայնագրությունները, ամբողջ գործը մոնտաժված է, կեղծված է, դրա ապացույցները կան։ Սրբազանին մեղսագրվում են արարքներ, որը այդ մարդը չի կատարել։ Այդ մոնտաժված ձայնագրությունները, որ կա, ներգործություն ա եղել դրա վրա, բառեր են ավելացվել, որոշակի այո, վստահ պնդում եմ, կոնտեքստից բառեր են հանվել եւ դրա համար մենք ուղիղ հարց ենք ուղղել քննչական կոմիտեի ղեկավարին եւ հիմա էլ մենք կանչել ենք գլխավոր դատախազին, որպեսզի գա լսումների եւ բոլոր մեր այն փաստարկները, որ կար, այդ փաստարկները լսեր եւ եթե ուներ իր կարծիքը, եթե ուներ այլ կարծիք եւ համաձայն չէր դրա հետ, սա ամենալավ հարթակն էր, որ իրավապահ համակարգը գար մասնակցել եւ բոլոր այդ հարցերի պատասխանները տալ, բայց կներեք մինչեւ հիմա կրկնում եմ, այդ մարդիկ ապօրինաբար գտնվում են անազատության մեջ, գտնվում են ծայրահեղ ծանր առողջական վիճակում, ես չունեմ այդ թույլատվությունը իրենցից ասելու թե ինչ առողջական լրջագույն խնդիրներ ունեն, պատվով են տանում այդ ամեն ինչը, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ պետք է ընկնեն Արմեն Գրիգորյանի օրը։
Պարոն Դանիելյան, դուք համառաշնորհում եք, եկելի հարցը չեմ հավատում։ Ամանո դեսպանատան ներկայացուցիչ հարցազրույց եք վերահսկում։ 4 հարց Ամանո դեսպանատան ներկայացուցիչ։ Ես վերջացնեմ, խոստանում եմ ձեզ հարցը։ Միայն Ամանո Ես խոստանում եմ, խոստանում եմ հարցը վերջացնեմ, ձեզ պատասխան։ Հրավիրել եք միջազգային կազմակերպությունների նաև դեսպանատների ներկայացուցիչների եւ այստեղ հիմա ներկա է միայն ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լիլիթ Օհանյանը, քաղաքական ինչ-որ հարցերի պատասխանատու։ Ինչով եք բացատրում, օրինակ, այսպես ժողովրդավարության մասին անընդհատ խոսող եվրոպական, Եվրամիության երկրների ներկայացուցիչները բացակայում են այս լսումներին եւ չեն ուզում լսեն։ Ինչպես է լինում, որ օրինակ ԱՄՆ դեսպանատնից գալիս են, եվրոպական երկրները կարծես թե այսպես չեն ուզում տեսնել։ Տեսեք, նախ ուզում եմ ես մեզ բոլորից պետք է այդ պատասխանը տան, թե ինչի համար իրենք չեն եկել, այսինքն ինչն է խնդիրը, որ մարդիկ չեն ներկայացել, որն է պատճառը։ Ես այդ պատճառները ցավոք սրտի այս լսումների հետ կապված չունեմ, բայց մենք պնդելու ենք, որ իրենք ասեն պատճառը ինչն է, որ իրենք ներկա չեն։ Ներկա գտնվողներին շնորհակալություն ենք հայտնել։ Ուզում եմ նաև ձեզ տեղեկացնել, ես չգիտեմ, այսօր Կանադայի դեսպանատնից մարդ չկա, բայց բոլոր դատական գործերին, նիստերին ներկա ալինում, Կանադայի հյուպատոսը ներկա ալինում, եւ ես ողջունում եմ դա, Բագրատ Սրբազանի դատական նիստերին ներկա ալինում։ Ես կարող եմ ենթադրել, որ հաշվի են առնում այն հանգամանքը, որ աչք փակեն իշխանությունների կողմից այս ապօրինություններին, հայտնի են կարխախոսով, դե ապօրինություն ա գործում, ես մեղմ եմ ասում, բայց դրա ավելի կոպիտ ձևակերպում կա, բայց այդ մեր գործողը մեր մեղ գործողն է, այսինքն այդ ապօրինություններ անողը մեր ապօրինություններ անողն է, հասկանում եք։ Հայտնի խոսք կար չէ, ես մի քիչ ավելի կոպիտ ձևակերպում կա, բայց չեմ ուզում տամ, սրիկա, բայց մեր սրիկան է։ Հիմի այս կոնտեքստում մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ ժամանակին օտարերկրյա դիպկորպուսի ներկայացուցիչները ամենաչնչին խախտման պարագայում այցելում են քրեակատարողական հիմնարկներ, նվազագույնը այցելում են քրեակատարողական հիմնարկներ, մասնակցում են դատական նիստերին, տալիս են քաղաքական գնահատականներ, այս առումով ցավոք սրտի այս պահի դրությամբ քիչ են այն մարդիկ, որոնք որ գնահատական են, որովհետև կաշկանդված են, որովհետև տարբեր ատյաներում իրենք հետևյալն են ասում։ Այս ընդդիմությունը, որ կա, պաշտպանում է Ռուսաստանի շահերը։ Այսինքն, այս իշխանությունները գնում են եվրոպական հարթակներ, այդ մարդկանց հետ խոսում, ասում են, այս մարդիկ Ռուսիա ագենտներ են, հասկանում եք, անպատասխանատու, անբարտավան մոտեցում են դրսևորում եւ բոլորին արատավորում, ով իրենց կարծիքի հետ համաձայն չի, իրանց ագենտ են կարգում։ Եվ այդ առումով էլ նաև մենք ունենք նախադեպ, երբ որ չեմ ուզում դիվանագետի անունը տամ, երբ որ դիվանագետը ընդդիմության հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ այս մարդիկ եկել են հստակ sense բաներ են ասել։ Այսինքն խայտարակություն է, դու գնաս օտարերկրյա դիվանագետին, ասես, որ քու քաղաքական օպոնենտը Ռուսաստանի ինչ-որ շրջանակների հետ աֆիլիացիա ունի, այս է իրանց գործելավոճը։ Բայց մենք էլ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ԱԱԾ նամակներ ենք ուղարկել եւ պահանջել ենք նույն մեկ գործընկերի Գեղամը, ուրեմն Մանուկյան, նույն Բագրատ Սրբազան պայքարի ժամանակ ուղարկել ենք, ասել ենք, եթե կա նման բան, ուրեմն քրեական գործ բացեք եւ իրենք փոխադարձ նամակ ուղարկել են, որ նման բան գոյություն չունի։ ԱԱՑ-ն այդ բան ուղարկել, հասկանում եք։ Այսինքն գործ ունենք զրպարտիչ, կեղծիքի մի թագավորության հետ, որ ամեն ինչ անում է, որպեսզի օտարերկրյա դիվանագետների մոտ մեզ ներկայացնի որպես 5-րդ չարժություն։ Պարոն Դանիելյան, եթե հարց չկա, թույլ տվեք հարցը։ Սիրով։ Պարոն Դանիելյան, համառաջնորդում եք Սրբազան պայքարը, Տավուշը հանուն հայրենիք, այդպես է կոչվում։ Ձեր վերաբերյալ քրեակ գործ ինչու չկա։ Ես մի քանի օր առաջ եմ ասել, հիմա էլ կրկնեմ, ես հարցաքննվել եմ, ուզում եմ ձեզ ուրախացնել, որ ես հարցաքննվել եմ, բայց ուզում եմ նաև ձեզ տխրեցնել, որ մինչև հիմա ես ազատության մեջ եմ, բայց կարող եմ եւս մի անգամ ձեզ ուրախացնել, որովհետև ես համոզված չեմ, որ շատ երկար ժամանակ կլինեմ ազատության մեջ, կարծում եմ ինչ որ մի պահի
կլնեմ ձեզ կուրախացնեմ եւ կլնեմ քրեակատարողական հիմնադրամ։ Պարոն Դանիելյան, ես խնդրում եմ ձեր հարցի մեջ հեգնանք բացառել, որովհետեւ հարցադրումը նպատակն էր մեկ բան բարձելու։ Եթե ձեր արարքում չկա քրեական հանցակազմ, ենթադրվում է, որ ձեր նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում։ Եթե Հայաստանում մարդու արտահայտության համար, մեկ նախադասության համար, որ մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, այդ մարդը ամիսներ շարունակ, այդ մարդն էլ ազգային բարերար է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Ես ինչքանով եմ ապահովագրված, որ ես չեմ լինի հաջորդը, կամ նույնը Միքայել Սրբազանի, ինչ որ մի բառ կարան գտնեն, ասում է, եթե մարդը կա, հարգելից գործն էլ կգտնվի։ Այն հայտնի է խոսքով, որ քրեական օրենսգիրքը գցում ես գետին, որի վրա կանգնես, դրա վրա կարա քրեական Դանիելյան թույլ տվեք հարցնել եք էական չի։ Գործի սկզբից թե դատական Վերջերս։ Պարոն Դանիելյան, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում քաղբանտարկյալներ եղել են թե ոչ։ Եվ խնդրում եմ նշեք եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք եղած քաղբանտարկյալներից գոնե 5-ի Ես նշել եմ, ասել եմ, որ նորանկախ մեր հանրապետության կյանքում եղել են քաղբանտարկյալներ, ես չեմ ուզում որևէ մեկին։ Ես ժամկետը Ես չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել, որովհետև առանձնացնելով մեկին, ուրեմն բաց կթողնենք մի մյուսին, որը կարող է իմ կողմից ճիշտ չի լինի, ես գնահատականները տվել եմ, ավելին ասելու չունեմ։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ։